2009 թվականի հոկտեմբերի 11-ն է այսօր։ Հայտնի արձանագրության ստորագրումից 1 օր անց Անին մեզ բոլորից դիմավորեց մռայլ եւ խոժոռադեմ։ Այնուամենայնիվ այստեղ ամեն ինչ հարազատ է եւ ներդաշնակ։ Վերջապես եղա Անիում։ Մեզանից շատերն առաջին անգամն էին այստեղ եւ բոլորին միևնույն զգացումն էր պատել։ 1001 եկեղեցիների քաղաքում ամեն ինչ հոգեհարազատ էր։ Մեզ առաջինը դիմավորեց Սուրբ Փրկչի եկեղեցին, կիսաքանդ, բայց գլուխը բարձր։ Հենց նրա հովանու ներքո մենք լսեցինք հայկական խոսքն ու աղոթքը, հանդիպելով հայ առաքելական եկեղեցու վրացահայերի պատվիրակությանը։ Այդ պահին մենք շատ էինք, Անին մերն էր, եւ մենք որոշեցինք օրը նվիրել նրան։ Ձեզի բան չեմ մնացել միջև Լեննագան։ Մեր վրացահայ ընկերը ճիշտ նկատեց։ Ախուրյանից այն կողմ մերոնք էին, մեր սահմանապահները, գյուղերն ու քարհանքները։ Երկու կողմերում համադրելի եւ ներդաշնակ է ամեն ինչ՝ հողը, ջուրը եւ անգամ քարերը։ Տարբեր են միայն լեզուն, կրոնը եւ դրոշի գույները։ Դրոշների գույների տարբերությունը չխանգարեց մեզ հնչեցնել տերունական աղոթքը Տիգրան Հոնենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը գտնվում է հենց Ախուրյանի բարձրադիր ափին։ Տիգրան Հոնենցի եկեղեցին ամենաակնհայտ հայկականն է, իր խաչապատկերներով, հայերեն արձանագրություններով ու յուղանկարներով, Գրիգոր Լուսավորչի չարչարանքների, Դրդաճ ճարտարապետի եւ սրբերի պատկերներով։ Դրանցից ազատվելու ուղղությամբ այստեղ լուրջ աշխատանք է տարվել, եւ դա բացահայտեց խուզարկուի հոտառություն ունեցող վրացահայ մեր ընկերներից մեկը։ Այս շոտկեն գտանք ժամի մեջ։ Մետաղյա ատամներով խոզանակը երկար ժամանակ ինտենսիվորեն աշխատելու հետևանքով արդեն մաշվել էր։ Սակայն բարեբախտաբար Հոնենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պահպանել է իր առնական տեսքը՝ մի փոքր խամրած ու տառապած։ Ախուրյանի երկայնքով ձգվող ճանապարհը տանում է դեպի կուսանած հրաշք վանք, որը պահպանել է իր կուսական տեսքը եւ նայում է բլուրի վրա կառուցված աղջկա բերդին։ Ախուրյան գետի կենտրոնում կղզու նմանվող բլուրի վրա կառուցված բերդը սիրո տխուր պատմություն է ամփոփում իր մեջ։ Իշխանի աղջիկը սիրել է ոչ ազնվական ծագում ունեցող մի երիտասարդի։ Նրանց բաժանելու մոլուցքը իշխանին ստիպել է կառուցել այդ բերդը եւ դստերն աքսորել այնտեղ։ Տերունական աղոթքն ու երգը կրկին հնչեց Անիում, այս անգամ Աբուղամրեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Մի փոքր հեռվում վեր է խոյանում Անիի մայր տաճարը, կենտրոնական կաթողիկեն, իր վեհաշուկ խոյակներով։ Տաճարի կողքին 1604 թվականին հիմնադրված Մանուչեի մզկիթն է, որը կառուցվել է եկեղեցու հիմքի վրա եւ ըստ պատմական տեղեկությունների նախկինում ծառայել է որպես մաքսատուն։ Այստեղ հարկեր եւ տուրքեր են մուծել Անիի հանրահայտ կամրջով քաղաք մտած վաճառականները, ովքեր Մետաքսի ուղին կտրել անցել են այստեղով։ Մենք եղանք նաեւ կիսաքանդ Անգմբեթ Սուրբ Առաքելոցում, այնուհետև Գագիկաշեն Սուրբ եկեղեցում, Զվարթնոցի տիպի մի հրաշք կառույց, որն ինչպես իր նմանակը փլվել է երկրաշարժի հետևանքով։ Առանձնակի ուշադրության է արժանի Պարոնի պալատը, եռահարկ մի ինքնատիպ շինություն, որը վեր է խոյանում ձորի երկայնքով ձգվող վիմափոր քարանձավային բնակատեղիների վրա։ Օրը մտնում էր, իսկ Անին լքելու ցանկություն չկար, սակայն մենք ստիպված էինք։ Պարիսներից դուրս մեզ էին սպասում տեղաբնակ քրդերի երեխաները, ովքեր սպասելով մեր հյուրասիրությանը չէին էլ հասկանում, թե ով ենք մենք եւ ինչու ենք մեղվել այս բարձրադիր պարիսպների տակ։ Էդուարդ Մխիթարյան, Արտյոմ Ադամյան, Անիից Գալանյուսի համար։